Դպրոցականներ առանց հեռախոսների։ Երևանի քաղաքապետարանն առաջարկում է սահմանափակել բջջային հեռախոսների օգտագործումը դպրոցներում։ Այսօր գործակարգավարականում հայտարարել է Երևանի քաղաքապետ Ավինյանը, հավելելով, որ այս գաղափարը ստացել է ծնողների աջակցությունը։ Քաղաքային իշխանություններն առաջարկում են 15 դպրոցում մշտադիտարկում իրականացնել, իսկ տարեվերջին գնահատել աշակերտների ֆիզիկական, սոցիալական եւ հոգեբանական ցուցանիշները, ինչպես նաեւ առաջադիմության որակը։ Առաջարկում եմ ամեն դեպքում ուղարկել կարծիքի առաջին հերթին, միակ ստանալ կարծիքները, ամփոփել կարծիքները եւ արդեն վերջնական լուծումները առաջարկել բոլորին։ Ես վստահ եմ, որ իհարկե դպրոցականները սկզբում որոշակիորեն մի փոքր կընդվզեն այս մեր որոշմանը, բայց կրթության որակի վրա, նրանց առօրյայի, նրանց նույնիսկ երջանկության վրա վստահորեն այս արգելքները դրականորեն են ազդելու։ Կրթության ոլորտի փորձագետները ընդհանուր առմամբ դրական են արձագանքել նախաձեռնությանը։ Նրանց համոզմամբ ժամանակակից գadgetների չարաշահումը դասապրոցեսի ընթացքում եւ ընդհանրապես դպրոցական միջավայրում բացասաբար է ազդում երեխաների ուշադրության, գիտելիքների յուրացման եւ սոցիալական փոխհարաբերությունների վրա։ Հայաստանի Հանրապետությունում այդ ոլորտը ընդհանրապես կարգավորված չի, անչափահասները օրինակ հեռախոս ունենալու իրավունք ունեն, թե չունեն։ Դա շատ մեծ խնդիր է։ Ներքին կարգապահական կանոններ կարող են դպրոցները ընդունել։ Ամեն դպրոց ազատ է, որը վերականորվել թույլ է տալիս։ Հեռախոսով հաճախ են հանրակրթական ուսումնական ասացում, թե ոչ։ Բայց հեռախոսները, որ պրոցեսի ընթացքում երեխաներից մեծ էներգիա են տանում, դա հաստ է։ Այս ամենի բացասական կողմն էլ կա, նկատում են մասնագետները, շեշտում կրթական գերատեսչությունը պետք է վերանայի QR կոդերով դասագիրք գրելու իր քաղաքականությունը։ Նոր չափորոշիչներով կազմված ու տպագրված դասագրքերի զգալի մասը լցված է QR կոդերով, որոնք ուղղորդում են աշակերտին ստանալ հավելյալ ուսումնական նյութեր, տեղեկություններ, ինչն էլ հավելյալ կախվածություն է առաջացնում սմարթֆոնից։ Պետք է նաև սահմանափակել առհասարակ այդ սարքավորումների մուտքը փոքրիկների աշխարհ, այսինքն օրինակ վերանայել QR կոդերով դասագիրք գրելու գաղափարը։ Դա պետք է համալիր մոտեցում լինի, չպիտի լինի այնպես, որ ծնողը հարկադրված լինի փոքր երեխային տալ iPhone կամ սմարթֆոն, նույնիսկ եթե համարում է, որ իր երեխայի համար դա վնաս է։ Ես չեմ տեսնում ողբերգություն նրանում, որ ինչ-որ վերանայումներ կարող են նաև լինել։ Այս ծրագրով առաջինից 6-րդ դասարանի սովորողներին առհասարակ թույլ չեն տա դասապրոցեսի, միջոցառումների, դասամիջոցների ժամանակ ունենալ միացված հեռախոսներ։ Առանձին դեպքերում, երբ երեխան ստիպված իր հետ հեռախոս կտանի դպրոց, այն դասերի սկզբում կհանձնի դասղեկին եւ վերցնել կկարողանա միայն դասերի ավարտից հետո։ Մեծահասակների դեպքում արդեն առաջարկվում է սահմանափակումներով օգտագործում։ Շատ կարևոր է, որ հեռախոսների կիրառությունը երեխաների մոտ ուղղակի արգելվի։ Եվ ֆիզիկական առողջության տեսակետից, այսինքն երեխաները չեն փչացնում իրենց տեսողությունը, ողնաշարի տրվածքներ չեն ունենում, գլխացավեր չեն ունենում, անքնություններ չեն ունենում դրա հետևանքով։ Եվ իհարկե հոգեբանական կախվածություն, պատկերացնում եք ինչքան վնասարար է դրա հետևանքը։ Երեխան ոչ թե իր առաջատար պահանջներն է բավարարում, այլ ուղղակի կախվածության գործոնով անիմաստ ժամանակ է վատնում։ Իսկ կվերանայի արդյոք կրթական գերատեսչությունը դասագրքերի ստեղծման մեթոդաբանությունը, QR-ի ներմուծման արդյունավետությունը ժամանակը ցույց կտա։ Սակայն մի բան հստակ է, ոլորտի մասնագետների միաբերան համաձայնությունը հուշում է, որ հեռախոսների դուրսբերումը դասապրոցեսից ավելի քան անհրաժեշտություն է։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։